Ժողովուրդ ջան, այսօր շատ հետաքրքիր վիդեո է ձեզ սպասվում։ Ուրեմն ես պատրաստելու եմ, քանի որ տաք է, կոկտեյլ եմ պատրաստելու։ Հիմա Ջուլիան կներկայացնի ինչա պատրաստելու։ Ողջույն բոլորին։ Այսօր կպատրաստենք շերտավոր խմորով, սպանախով եւ բանրով ձողիկներ։ Ահա։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է շերտավոր խմոր, սպանախ, շպինատ ռուսերեն եւ պանիր է հարկավոր հալվող։ Իսկ կոկտեյլի համար մեզ անհրաժեշտ է խտացրած կաթ, անանասի կոմպոտ, կոկոսի կաթ եւ կոկոսի քերուկ։ Եվ կունժուտը անհրաժեշտ է մեզ ձողիկները զարդարելու համար։ Սկսեցինք պատրաստել, ինչից ենք սկսում։ Սկսենք, ուրեմն շպինատը ես կկտրատեմ, սպանախը, ողջան դու պանիրը քերի։ Դե ներկայացրա խմորը մեր արդեն զառանի դու պատրաստել ես։ Խմորը տնական խմոր է, նախորդ պատրաստել ենք, ալիքում կա խմորը։ Եթե ուզենաք իմանաք ոնց է պատրաստել, հղումը կդնենք վիդեոյի ներքևում, կմտնեք, կտեսնեք։ Իսկ որ եթե ուզենաք նորից էլի որ Ջուլիան պատրաստի, մեկնաբանության մեջ գրեք, կիմանաք որ էլի եք ուզում որ պատրաստի, անպայման կպատրաստի։ Սկսեցինք պատրաստել, Ուրեմն ողջան, տեղափոխենք սառնարան խմորը եւ կաթը, քանի որ շոկ է, նոր սկսենք պատրաստել։ Ուրեմն տեղափոխենք ու միանանք։ Գնացինք։ Ուրեմն սկսում ենք կտրատել, չէ՞ Ջուլ։ Դու կանաչին կտրատես, ես էլ պանիրը ծորկեմ։ Ուրեմն մեր դեպքում հալող պանիր է, ժողովուրդ ջան, վերցնում ենք այսպես ծորկով։ Քերիչի մեծ կողմով։ Հա, քերիչով անցկացնում ենք։ Սկսեմ սպանախը կտրատել։ Ու հերթականությունը ցույց կտանք ոնց ենք պատրաստելու։ Այս դեպքում մեզ լիքը պանիր է, չէ՞, պետք է ճիշտ եմ հասկանում։ Ամբողջը պետք է քերիչով անցկացնես, ողջան, երկու կտորներ։ Սպանախի հետ պետք է խառնենք։ Իսկ թվում է ինքը պանիրով շատ համեղ կլինի։ Հիմա ավելացնենք այսպես։ Ավելացնելու ենք սպանախի վրա, չէ՞, ճիշտ եմ։ Հա, ողջան։ Ուրեմն քերելուց հետո ավելացնում ենք ավելացնում ենք սպանախի վրա։ Եվ հաջորդը։ Այսպես տնավարի ու ամենակարևորը լավ հավեսով ենք պատրաստում, որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Այսպես հավեսին։ Ավելի շատ երևի ամառն է, չէ՞, պատրաստում այս ձևի։ Հա, դե թարմ սպանախի սեզոնն է, համար որոշեցի հետաքրքիր բանը պատրաստել։ Ձողիկները։ Ես էլ այդ ընթացքում արդեն պանիրը ամբողջական քերիչով անցկացրեցի։ Հաջորդ քայլը ինչ ենք անելու Ջուլիա։ Հաջորդը ողջան, մի քիչ աղ ենք անում եւ խառնում ենք։ Ուրեմն ես ավելացնում եմ աղ։ Հերիքա ողջան։ Եվ պետքա խառնենք, չէ՞։ Այս մնացածն էլ ավելացնեմ, ողջան, չէ՞։ Ավելացրա։ Եվ պետք է խառնենք լավ։ Մեր միջուկը արդեն պատրաստ է։ Լավ խառնելուց հետո անհրաժեշտ է խմորը սառնարանից հանենք, գրտնակենք եւ սկսենք թխել ողջան։ Դե ուրեմն կմիանանք այն ժամանակ։ Խմորը գրտնակելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն սկսում ենք պատրաստել, Ջուլիա, հիմա բացատրի ինչ գործողություններ ես անելու։ Ուրեմն խմորը պետք է գրտնակենք։
բացատրի, որ խմորը զառանի դու արդեն պատրաստել ես։ Հա, նախորդ պատրաստած տնական խմորը շերտավոր մեր ալիքում ունենք։ Բաղադրատոմսը։ Կրկնակով բացում ենք խմորը։ Բացեմ, ցույց տամ ինչ ձև ենք տպրատելու։ Իան պետքա ջուլ, սառը լինի, չէ, որ կարողանաս այդ աշխատես։ Դե շատ սառը չէ, ողջան, չէ, կարա կրկնակենք։ Դե ուզում եմ ասեմ սառնարանից, չէ, պետք է անեն օգտագործեն։ Պարտադիր սառնարանում պահվում է խմորը։ Մենք կնկարենք անպայման այս խմորը ողջան։ Քանի որ մարդիկ կան, ինձ թվում է երևի նոր են միանում, դրա համար ինձ թվում է մանրամասը բացատրենք։ Շատ հետաքրքիր խմոր է, ունիվերսալ, ամեն ինչ կարող ես պատրաստել, թե գաթա, խաչապուրի, ամեն ինչ։ Ուրեմն բացելուց հետո խմորը մեզ անհրաժեշտ է ուրեմն 2 մատ հաստությամբ կտրել, այսպես ձողիկ է պետք կտրել մեզ։ Մի փոքր կրկնակով բացում ենք, որ մի քիչ մեծ լինի, որ միջուկը կարողանանք տեղադրենք մեջը։ Եվ տեղադրում ենք միջուկը մեջտեղի մասը։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, հետևի մասիջ լավ փակել է, նայեք, այս տարբերակով ինքը շատ համեղ է ստացվում, ու ամենակարևորը ինքը չի բացվի։ Հեսա պրոթվինի մեջը կտեղադրենք, կտեսնեք։ Ես թվում է պրոթվինը երևի բերեմ։ Ու չենք մոռանում, այդ ընթացքում անպայման պետք է այսպես խառնենք, այս մեր համեղությունները, որ խառնվեն իրար, մեր մոտ շատ համեղ ստացվի։ Ասենք ինքը այս ձև էլ կարելի է ուտել, ինքը պատկերացեք ինքը այս ձև էլ է համող։ Լավ համեղություն։ Իսկ թվում է հիմա մենք ամբողջական պատրաստենք երևի ու միանանք, չէ՞։ Հա, հեսա բոլորը պատրաստենք, մի գունդ էլ կգրտնակենք, այն մյուսը պիրոգի նման կպատրաստենք եւ կմիանանք։ Դե ինձ թվում է հաջորդեն կմիանանք ու ցույց կտանք։ Գնացինք։ Всё, պատրաստ է, էսի արդեն։ Վերջացրեցինք, տեղադրում ենք պրոթվինի մեջ։ Վրան պետք է քսել ձու, մեկ հատ ձուն լավ խառնում ենք, ձուն ամբողջությամբ տարածում ենք։ Ուրեմն ջերոցը մենք արդեն զառանի միացրել ենք 240 աստիճան վերև ներքև։ Ժամանակը պետք է ամեն ջեռոց իր ժամանակ ունի։ Մեր մոտ թխում է 35 րոպե։ Մեր ջեռոցը։ Որպեսզի լավ կարմրի, հենց տեսնում եք լավ կարմրել է, ուրեմն մեր համեղությունները պատրաստ են։ Դե ուրեմն ինձ թվում է տեղադրենք ջեռոցի մեջ։ Դրան պետք է կունջուտ ողջան Հա, ցանենք։ կունջուտ։ Հա, լավ, հեսա քեզ կօգնեմ։ Հա, ձև նոր։ Քեզ կանի օգնեմ, ինչ դանակա պետք։ Վերջ, ամբողջությամբ քսելուց հետո ձուն։ Անդանակը։ Դանակով գեղեցիկ տեսք տա, փախլավայի նման է կտրում, բայց ոչ լրիվ։ Ուղղակի այս ձևից ձև ենք տալիս։ Ողջան, երևի դու էլ կունջուտը ցանես վրան։ Ուրեմն վերցնում ենք կունջուտը, այսպես ժողովուրդ ջան։ Սիրուն տեսք ենք տալի։ Լրիվ գեղեցկություն։ Всё, չէ։ Վերջ, ուղարկենք ջեռով, խմորը գրտնակենք քառակուսի եւ ձեզ միանենք։ Գնացինք։
Ուրեմն մենք ձողիկները արդեն պատրաստել ենք, հիմա պատրաստում ենք պերոգ, չէ՞ ջուր։ Ուրեմն խմորը քառակուսի կրկնակելուց հետո մեզ անհրաժեշտ է կողքերի մասը այս ձևի կտրատել։ Նույնը այս կողմով ենք անում։ Միջուկը տեղադրում ենք մեջտեղի հատվածում։ Կավելացնենք ամբողջ միջուկը։ Տեսնեք, պիրոգի նման է ստացվելու մեր մոտ։ Ես թվում է էսի ավելի լավ կլինի, մեզ չէ, տարբերակով կտրտես ու ուտես։ Այո, այս մեկն ուրիշ ձև է, ավելի հետաքրքիր ձև է, այն մեկը ուրիշ ձև է։ Դե հա։ Ով ոնց ցանկանա։ Եվ սկսում ենք հավաքել։ Բերում ենք մեջտեղի մասը։ Այստեղ հավաքում ենք։ Ով ջան, պրոթինն էլ որ բերես, Ոյ, ոնց չեմ բերում։ տեղադրենք մեջը եւ դնենք։ Երկու կողմերը փակում ենք եւ գեղեցիկ տեղադրում ենք պրոթինի մեջ։ Ինչքան ցած կանաչին բացենք, այնքան գեղեցիկ է ստացվում։ Որ երևա կանաչին։ Ուրեմն վրան քսում ենք ձու։ Եվ կունջուտ պետք է նորից ավելացնենք վրան։ Կունջուտը ցանկության, եթե չեք սիրում, կարող եք չավելացնել։ Լավ, ես է կունջուտ ավելացնեմ։ Այսպես։ Մի րոպե, ոչ ջան, այս կողքներ քսենք, որ գեղեցիկ կարմրի ինքը։ Всё, պատրաստ է, ուրեմն տեղադրում ենք ջեռոց, չէ՞։ Տեղադրենք ջեռոց, այդ ընթացքում կսկսենք կոկտեյլը պատրաստել։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մինչև մեր համեղությունները պատրաստ լինեն, մեզի հարկավոր է պատրաստենք կոկտեյլ։ Ուրեմն կոկտեյլի անունը կխնդրեմ անպայման մեկնաբանության մեջ, ով գիտի ինչ է անունը, թող անպայման մեկնաբանության մեջ գրի։ Մեծ սիրով կկարդանք։ Ուրեմն ինչա մեզի հարկավոր պատրաստելու համար։ Ամենաառաջինը հարկավոր է խտացված կաթ։ Այսինքն ավելացնում ենք խտացված կաթը։ Խտացված կաթը ավելացնելուց հետո ավելացնում ենք անանաս یا սոկով միանգամից ամբողջական, այսինքն տեղադրում ենք ու ահա։ Ուրեմն անանասը ավելացնելուց հետո ավելացնում ենք կոկոսի կաթ։ Հիմա հետո հեսա ցույց կտամ ինչ ձևի է։ Ահա, մինչև էսի Ջուլիան վերցնի, հիմա ձեզի ցույց կտամ ինչ ձևի տարբերակով է։ Եթե ուզենաք պատրաստեք, ժողովուրդ ջան, ռեկլամ չի, պրոստը որ իմանաք։ Ինչ ձև է։ Վերցրու Ջուլիա։ Ուրեմն հաջորդը ավելացնում ենք սառը, ժողովուրդ ջան։ Ինչ թվում է, այսը ձեռքերով պետք է վերցնենք, քանի որ այսպես Всё, բավական է։ Սառուցը այստեղ եւ պետք է մեզի բլենդերով որյան լավ խփենք։ Տեղադրում ենք բլենդերի վրա։ Всё, պատրաստ է։ Ուրեմն այդ ընթացքում ի՞նչ է պետք անել ջուլ։ Բաժակները պետք է գեղեցիկ ձևավորենք։ Ուրեմն բերանի մասը թեթև ջուր ենք անում։ Եվ կոկոսի քերուկի մեջ։ Որ գեղեցիկ այս ձևի տեսք ստանանք։ Ահա, ուրեմն մենք հիմա ամբողջական պատրաստ ենք։ Մեր համեղությունն էլ արդեն պատրաստ է։ Սեղանը սիրուն գցենք ու ձեզ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից կնկարանի, թե ինչ ձև է մեր մոտ համեղ ստացվի։ Ու հեսա Ջուլիան ինձ թվում է կտրատի, ես կփորձեմ։ Լրիվ գեղեցկություն։ Մի հատ էլ կտրի ջուլ։
Այս մեկը լրիվ ուրիշ ձևի կտրվածքով, ինչ համեղ։ Չէ, ինձ թվում է ես ձեռքով փորձեմ, այսպես տնավարի ոնց որ պետք է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից էլի կնկարահանի, լսե նայեք։ Շերտ նայում եք խմորը։ Համով Ոչ թե համով, այլ շատ համով է։ անշվայր է։ Գիտես ինչի է նման, ոնց որ ջնգյալով հաց լինի։ Փոքր տարբերակ է։ Համաց։ Ոնց է լավը։ Իրոքից ոնց որ ջնգյալով հաց լինի։ Անշվայր։ Իսկ թվում է մի քիչ մեր պատրաստած կոկտեյլից կլցես։ Ուրիշ ինչ համով է։ Վայելեք, լավության ջան։ Իրոքից ջուր շատ համով է։ Անշվայր։ Անկեղծ։ Օրեսինդանից համով է։ Շավա սառույցն հատաղ մի կտոր ավելացնեք։ Չես էլ շատ համով է։ Ալա մի րոպե ջուր։ Շատ համով է։ Կտրեմ մի հատ էլ։ Չէ, ջուր, մի րոպե։ Կուզես այս կողքի չոր մասը սիրում ես կտրեմ։ Ոխ շատ համով է։ Կարելի է նաև ֆիլո խմորով պատրաստել նույն ձևով։ Չէ, իրոքից ժողովուրդ ջան, պատրաստեք։ Ես 100% համոզված եմ։ Ես չեմ անում խի, ժինգյալով հացի, ավելի շատ ժինգյալով հացին անասրի։ Ինձ թվում է մեր մոտ շատ լավ է ստացավ ջուր, չէ՞։ Անպայման։ Լավ էր ամեն ինչ։ Շատ լավ է։ Դե ժողովուրդ ջան, սպասում ենք ձեր մեկնաբանությունների, գրեք տակերը, փորձել եք թե չեք փորձել։ Եվ կոկտեյլի անունը չմոռանաք։ Ճիշտ է ասում։ Դե գնացինք վայելելու։